Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Աստված իմ Վիոլետա, ինչ ես ասում։ Սանտիագո սերի։ Դու միակ տղամարդն ես, ում ես ի սրտե սիրել եմ, ներիր ինձ, բայց ես չեմ կարող ամուսնանալ քեզ հետ։ Ես շատ վատ անցյալ եմ ունեցել։ Դու շատ լավ գիտես, որ դա ինձ չի հուզում Վիոլետա։ Բայց իմ անցյալը մեզ հանգիստ չի տա, անընդհատ կհետապնդի մեզ, որից մեր երեխաները կտուժեն։ Դու փոխել ես իմ կյանքը։ Ես չեմ ուզում քո կյանքն խորտակել։ Ես ուզում եմ նոր կյանք սկսել։ Ինչու չես ուզում ինձ հետ ամուսնանալ սերին։ Ինչն է պատճառը, որ ինձ հետ այդպես ես վարվում։ Քեզնից հրաժարվելն ամենալավ բանն է, որ կարող եմ անել քեզ համար։ Ժամանակի ընթացքում դու կմոռանաս ինձ եւ ուրիշ կին կգտնես քեզ համար, մոռացիր ինձ։ Ոչ, Վիոլետա, խնդրում եմ, ինձ ուրիշ կին պետք չէ։ Դու ես այն միակ կինը, որին ես սիրում եմ։ Ինչու սեր։ Ինչու ես այդպես վարվում։ Չեմ ուզում քեզ ճշմարտությունն ասել։ Մտածիր, որ ես ընդամենը խաղացել եմ քեզ հետ, այդպես քեզ համար ավելի հեշտ կլինի։ Շնորհակալ եմ ինձ երջանկացնելու համար, բայց ես արժանի չեմ քեզ։ Այս կոշիկները արդեն շատին են ինչպես եւ ես։ Նրանք մաշված են, կրտնած, ոչի բաներ պետք չեն։ Մենք հենց հիմա պետք է խոսենք, Մակո։ Դե իհարկե նստեք, ստացեք ինչպես էր տանը, միայն թե առանց բարկանալու։ Բավական է։ Հիմա ինձ կպարտադրես, թե այդ ինչ խաղ ես խաղում իմ ու Գրեգորիայի հետ։ Եկեք այսպես անենք։ Պարզաբանենք այս ամենը, որովհետև ես ոչ մի խաղ չեմ խաղում ձեր քրոջ հետ։ Եթե Գրեգորիայի հետ չես խաղում, ուրեմն ինձ հետ ես խաղում։ Ճիշտ այդպես։ Ես անարդարացի խաղ եմ խաղում, բայց ձեզ հետ։ Եվ գիտեք ինչու։ Որովհետև ես զզվելի աղվես եմ։ Եթե ուզում եք վրացնավ գցեք ու այրեք ինձ, իսկ եթե ուզում եք նետեք, միայն թե ես պիտի պարզ լինեմ ձեզ հետ։ Մակո, դու չգիտես, թե ինչեր ես խոսում։ Տեսնում եք։ Երբեմն ավելի լավ ոչինչ չասել, լինում են դեպքեր, երբ քարթը սուտ ավելի լավ է, քան դառը ճշմարտությունը, բայց ճիշտն ասած, դուք ինձ դուր եք գալիս։ Իսկ Գրեգորիային ես սիրում եմ։ Բայց ինչու այդպես արեցիր Վիոլետա։ Որովհետև սիրտս ու հոգիս թույլ չտվեցին նրա հետ այդպես վարվել։ Պատճառն այն պարտավորագիրն է, որ պարոն Տոնին ստիպել է քեզ ստորագրել։ Այո, հասկացիր ինձ, ես չեմ կարող նման կերպ վարվել Սանտիագոյի հետ։ Դա անարդարացի է, այդ մարդը միայն սեր ու երջանկություն է պարգևել ինձ։ Քո պատճառով նա արդեն իսկ հրաժարվել է քահանայի կոչումից։ Ոչ, դա այդպես չէր։ Ես ոչ մի մտածված բան չեմ արել, որպեսզի նպատակիս հասնեմ։ Բայց նա շուտով կիմանա ճշմարտությունը։ Ավելի լավ է ինքդ նրան ամեն ինչ պատմես։ Ոչ, այդպես չի լինի։ Երբ նա այդ մասին իմանա, ես այստեղից շատ հեռու կլինեմ։ Ու հետո թույլ կտաս, որ մարդիկ սխալ եզրակացություններ անեն, ասեն, որ դու հավատարիմ չես եղել նրան։ Դու չես կարող փախչել, չես կարող լքել նրան։ Ոչ։ Դու չգիտես, թե ինչ է նշանակում հրաժարվել այն տղամարդուց, ում սիրում ես։ Եթե հնարավորություն լիներ, ես նորից նրան կսիրեի։ Ավելի լավ է մտածեմ, որ նա ատում է ինձ, որ բարկացած է ինձ վրա։ Ես չեմ ուզում նորից խաբել նրան։
Ինչ մի ասա Հերիկ, խնդրում եմ։ Ni tú ni nadie. Les agradezco que Ասում me եմ dejen մենակ solo. մնալ տիրոջ հետ, խնդրում եմ։ Դուրս գնացեք։ ¡Fuera! Դուրս։ ¿Por qué, mis Ինչու Տեր։ ¿Por Ինչու։ Yo sé Գիտեմ, որ երբեք չէր պատժի ինձ, գիտեմ։ que me ama por Գիտեմ, encima որ de սիրում todo, ես ինձ։ a pesar de haber Անգամ եթե renunciado. հրաժարվել եմ քահանադառնալու իմ որոշումից, Yo sigo բայց siendo ես un շարունակում եմ hombre de պաշտել religión. քեզ։ Y si esta es una Հավատալ prueba քո de ուժին։ fe más fuerte que me ha puesto, Դու ինձ ստիպեցիր, որ pues con esa ես misma դա ամենադաժան fuerza ձևով que me has ապացուցեմ herido, քեզ։ te digo que sigo Ես դեռ confiando. սիրում եմ քեզ։ Իմ ամբողջ հոգով։ Ու ինչ որ ցանկանաս կանեմ, որովհետև քո ցանկությունը հրաման է ինձ համար։ Աստված իմ, ես ինձ ահավոր եմ զգում, ուզում եմ մեռնել։ Խնդրում եմ, Ալեքսանդրա, ոչինչ չասես Սանտիագոյին։ Թող սա մեր մեջ մնա։ Ոչ, սիրելիս։ Մի անհանգստացիր։ Ես նրան ոչինչ չեմ ասի։ Որովհետև դա կարող է վերջ դնել մեր մեծ ընկերությանը։ Դա գաղտնիք կմնա այնպես, ինչպես այն մյուսը, որ վաղուց միմյանց վստահել էինք։ Հիշում ես։ Դու այն միակ անձնավորությունն էիր, ում ես խոստովանեցի, որ սիրահարվել եմ Աուրելիոյին։ Դու ուրեմն դու խուլը չես։ ¿No eres la sorda? Ոչ։ Ես Անաստասիան եմ։ Ահ, Աստված իմ Անաստասիա, ընկերուհիս։ Ուրեմն իմացիր, Por eso որ te digo հույսդ que միշտ կարող ես ինձ վրա puedes դնել։ confiar plenamente en mí. Yo sé Ես lo que գիտեմ, me թե սիրո espera, պատճառով ստելը ինչ բան է, así que me այնպես vas a որ encontrar. քո ամբողջ կյանքում դու քեզ հասկացող ընկերուհի կունենաս։ Ես երբեք չեմ լքի Y que քեզ։ va a ser tu amiga y Ես que no te միշտ va a քո abandonar. կողքին կլինեմ։ Շնորհակալ եմ։ Աղջիկս, այլևս մի ստորացիր այդ ընտանիքի պատճառով։ Հայրդ կողքիդ է։ Ու ես ներում եմ քեզ, արի մեզ հետ։ Ինչ է պատահել, նա գնացել է։ Այո։ Չի ասել, թե որտեղ կլինի, որտեղ կսպասի, որպեսզի խոսենք։ Ոչ, Սանտիագո, նա գնացել է, Pero es mejor բայց así. այսպես ավելի լավ է։ Դու կարող ես կյանքդ այլ կերպ դասավորել։
Սանտիագո, Տերը միշտ տարբեր ուղիներով է մեզ իր ասելիքն ասում։ Այնպես որ նա գիտի թե ինչ անում։ Վստահիր նրան, վստահիր Տիրոջը, Սանտիագո։ Y lo hago, Padre Ես այդպես էլ անում եմ հայր Խուան, բայց այս ցավը, որ զգում եմ տիրոջ հանդեպ, Tiene que ver con el դա նրա հետ cielo. կապված չէ։ Esta Այս հիասթափությունը, Esta սա angustia, ամենահավոր զգացումն է, որ esta երբևէ ապրել եմ հայր Խուան։ ¿Sabes qué? Լսիր խորհուրդս։ Դու Վիոլետային շատ ես սիրում Fuerte que eso, mi padre. եւ պահիր այդ սերը։ Así que Ներսումդ պահիր ու փայփայիր, guárdelo. որովհետեւ երբ նա վերադառնա, Que cuando այդ մեծ զգացումը քեզ պետք կգա։ Հուսով եմ այսօր ոչ մի ներկայացում չի լինի, որովհետև եթե սկզբում սավակներս ոչինչ չեն անում, ապա հարցներս վերջում պիտի իրս կնիքը դնեն։ Տեսնում եք, ճիշտ էի ասում։ Բարի գալուստ, պարոն Սկեսրայր, ինչպես ես։ Ինչպես միշտ գեղեցիկ, էլեգանտ, ուրախ եմ տեսնել քեզ։ Իսկ որտեղ է քո խորհրդանիշը։ Այդ ու մասին ես խոսում Ագրիպինա։ Խոհարարի Յոլանդայի մասին եմ խոսում։ Ոչ միտեղ չեմ տեսնում նրան։ Ինչ է անում։ Տարանտելլա է երգում։ Հրաշալի օր է, խոհարարն այստեղ չէ, իսկ Սանտիագոյի հարսանիքն էլ խափանվել է։ Ինչ կասեք։ Կոնստանսա, սա ընտանեկան ճաշկերույթ է, ինչ գործ ունի այս մարդն այստեղ։ Հայրիկ, բավական է վիճես։ Բացի այդ, Յոլանդան այստեղ չէ, այնպես որ Վալենտինոյի համար ազատ տեղ կա։ Նստիր, Վալենտինո։ Իսկապես այդ խոհարարուհին Յոլանդան տանը չէ։ Շատ տարօրինակ է։ Չլինի գտել է երազների խաչը, վերցրել է այն ու փախել։ Երազների խաչը։ Բայց դու դեռ պահում ես այդ զարդը տորի։ Ես կարծում էի, թե Հելենայի մահից հետո ոչնչացրել ես այն։ Ինչպես է հնարավորը, որ այդ զարդը մինչև այսօր գոյություն ունի։ Ինչու։ Կարծում եմ չպետք է խանութի պարտքերի մասին ճաշի ժամին խոսենք։ Այդ մասին մենք հետո կարող ենք խոսել, որովհետև ես կարծում եմ, որ ողջույն, Ինչպես ես որդիս։ ողջույն Լեոն։ Ես հենց նոր իմացա լավ նորությունը։ Դա է որ պապիկը ողջ եւ առողջ վերադարձել է Մայամիից։ Նրանք ինձ ուղարկել են նրա բժշկական զեկույցը ու նրա առողջության համար անհրաժեշտ ցուցումները։ Լավ է որ կոստոցեն տակ է լինելու, որովհետև անընդհատ գոռում եւ հրամաններ է տալիս, այնպես չէ։ Բայց նա դեռ լիովին չի ապակին velakvilես։ Բայց այսպես հիմա ավելի լավ է, որովհետև եթե նա մեռներ, հիմար Աուրելիոն ու Սանտիագոն ամբողջ իշխանություն իրենց ձեռքը կառնեին։ Իսկ եթե ողջ լինի, կարող ենք հայտարարել, որ նրա հոգեկանը խանգարվել է ու չեղյալ համարել նրա վերջին կտակը։ Ուրեմն ավելի լավ է բարհամբույր լինենք Տոնի Բորովսկու հանդեպ, որովհետև միայն դա է ուրախացնում նրան։ Ապա պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինի։ Խեղճը շատ հիվանդ է եւ տկար։ Այո։ Դե ոչինչ։ Այդ ոստիկանությունում հայտնվեցինք, բայց ամենազոր պիան եկավ ու փրկեց ինձ։ Նրանք ինձ հանեցին այնտեղից ու եւ տուն եկանք։ Նա բարկացավ վրա ու շատ էլ ճիշտ արեց։ Լսի ընկերս, դու գիտակցում ես ինչ ես անում։ Դու խաղում ես քույրերիս հետ։ Ոչ, Աուրելիո, քեզ ինչ եղավ։ Ես Գիլբերտո Սանտա Ռոսային իրավիճակում եմ հայտնվել, որովհետև ես սիրում եմ Գոյթային, բայց պիան որոշակի պահանջներ է դնում իմ առջև։ Շփոթմունքի մեջ գցում ինձ։ Ոչ, ես ասել։ Իսկ այն տղամարդը մնում է վերջնական որոշում է կայացնում, բայց ես արդեն որոշել եմ։ Ես Գոյթային եմ սիրում։ Ես քեզ էի փնտրում։ Վանականը պատրաստվում է կրկին հարձակվել։ Նա հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել։ Գուշակիր գուշակ։ Անմեղ դեմքով խուլկինը գաղտնիք ունի։ Ողջույն, պարոն Տոնի։ Տեսեք, թե ում եմ բերել ձեզ մոտ։ Ես Ծորնիկիդ եմ բերել։ Նա ուզում էր ողջունել քեզ։ Պապիկ, լավ ես։ Այո, փոքրիկս, իհարկե թագոյից լավ է։ Այսուհետ պապիկը երկար ժամանակ քեզ հետ կլինի սիրելիս։ Լսեցիր, նստիր այստեղ, իմ կողքին։ Siéntese aquí pues conmigo a mi lado. Սանտիագո, Պապիկ։ Ես չկարողացա ամուսնանալ իմ սիրած կնոջը։ Պետք է իմանամ թե ինչու։ Ինչու։
Դու գիտես դրա պատճառը չէ, հայրիկ։ Դու գիտես թե Վիոլետը ինչու լքեց ինձ եկեղեցում։ Եթե այդ սեղանի շուրջ նստած մարդկանցից որևէ մեկը գիտի պատճառը, թե ինչի Վիոլետան լքեց ինձ, խնդրում եմ ասեք, ես լսում եմ ձեզ։ Դուր ինձ, պիտի իմ աչքով տեսնեմ, որ այս մարդու ասածներին հավատամ։ Ես գիտեմ, որ իսկական մարդասպանը այս տանն է։ Նա հիմա նստած իր սենյակում, հորս հետ ճաշում են իր հետ բաժակ բարձրացնում։ Դու զուր ժամանակ ես վատնում, բայց կարող ես նաև սխալներ թույլ տալ։ Դու հաստատ պատիլային օգտագործում ես քեզ պաշտպանելու համար։ Ես միայն ուզում եի համագործակցել, բայց եթե նախընտրում եք Լազարոյին կամ Կուբիլանին կանչել, ինձ դա չի հուզում։ Միգուցե վանականը գիտի, որ դուք ինչ չեք վստահում, ու օգտվում է դրանից, որ նորից կատակից ես։ Ինչպես թե գուշակիր գուշակ, արմեր դեմքով խուլ կինը գաղտնիք ունի։ Մենք ժամանակ կունենանք Վիոլետայի հետ կապված խնդրին լուծում տալ, բայց հիմա վերև բարձրացիր ու ցնցուղ ընդունիր։ Ուզում եմ, որ այստեղ այս սեղանի շուրջ նստես, ես ասելու բան ունեմ։ Հիմա երբ Յոլանդան այստեղ չէ, իդեպ նա իմ ապակինման համար սրբերին տուրք մատուցելու համար է գնացել։ Ուզում եմ, որ ամեն ինչ այս տանը կարգ ու կանոնով լինի, ուզում եմ, որ ամենքը ձեր տեղը շատ լավ իմանաք։ Կարծում եմ լավ արեցիր, որ գանգատվեցիր այդ տղայից տոնին, որովհետև նա չի կարող մոռանալ քահանա դառնալու իր ցանկությունը։ Իսկ ով ասաց, որ ես գանգատվում եմ նրանից Պրոմեյը։ Նա սիրահարված է ու իր տարիքի համար բնական է, որ պիտի այդպես վարվի։ Ոչ, ես ուզում եմ իմ հիվանդությունից խոսել։ Իմ ապակինումը երկար ժամանակ է պահանջում։ Դրա համար էլ ուզում եմ ասել, որ ես այլևս չեմ աշխատելու։ Ինչ։ Այդ ինչպես։ Կարծում եմ հիանալի որոշում, հայրիկ, մենք շատ էինք անհանգստանում քո առողջության համար, իսկ նման վիճակով դու չես կարող ոսկերչական խանութի հսկայական բիզնեսով զբաղվել։ Ճիշտ է, Տոնի, ես քո գործերից շատ լավ տեղյակ եմ, կարող եմ ինքս գործերը կառավարել։ Ինչ կասեք։ Այո, հայրիկ, մտածիր Բրոմելիայի մասին, նա գլուխ է հանում նման բաներից։ Չես հիշում Անաստասիայի թաղումն ինչպես էր կազմակերպել, ի վերջո, ես էլ խանութի նոր իմիջը կլինեմ, այո։ Մենք կանենք այն ինչ ուզում ես, հայրիկ։ Դե լավ, նա գիտի թե ինչ պիտի անի, որ բոլորիս համար էլ լավ լինի։ Լսիր, Տոնի, ուշադիր ինձ լսիր։ Լսիր, Տոնի, դա ամենալավ որոշումն է, որ դու երբևէ կարող էիր կայացնել։ Ամբողջ ընտանիքը կօգնի քեզ այդ հարցում։ Նստիր։ Ձերուկ, Ստեֆանի, եկեք հաց ուտելու։ Դե նստիր։ Հավով կերակուր, տատիկ, ինչ ախորժելի է։ Մենք պետք է տոնենք մայրիկիդ վերադարձը։ Բարի գալուստ աղջիկս։ Դե, բարի ախորժակ, հետո կասեք համեղ էր թե ոչ։ Ինչ հաճելի է, որ ամբողջ ընտանիքը միասին է։ Տեր Աստված, շնորհակալ ենք քեզ այս անապազորյա հացի համար։ Օրհնիր այն արարածներին, ովքեր ստեղծել ու քրտինք են թափել այն մեզ հասցնելու համար։ Թող օրհնյալ լինեն նաև մի կտոր հացի ու մեկ բաժակ ջրի կարոտ բոլոր չքավորները։ Ամեն։ Դա, եկեք օգնենք։ Ինչ տամ քեզ։ Ոչ, հայրիկ, շնորհակալ եմ, ես ախորժակ չունեմ։ Մայրիկ, բայց տատիկը սա հատուկ քեզ համար է պատրաստել։ Հանգստացեք, բնական է, որ նա հիմա ոչինչ չի ուզում ուտել։ Ոչինչ, վաղը կուտես։
Ավելի ճիշտ ստիպված կլինես ուտել, այլապես կհիվանդանաս։ Գոնե մեզ հետ մնա, լավ։ Իհարկե։ Աղջիկս։ Որքան սիրտդ ուզում է կարող ես այստեղ մնալ, որովհետև սա քո տունն է։ Իմացիր, որ ես, մայրդ, դուստրդ անչափ ուրախ ենք, որ վերադարձել ես։ Շնորհակալ եմ, հայրիկ։ Չնայած տեղի ունեցածին, պիտի երախտապարտ լինեմ Աստծուց, որ իմ ընտանիքի գիրկն է վերադարձել։ Տեր իմ օգնիր ինձ լավ։ Օգնիր ինձ գտնել այս ամենի պատասխանը։ Իմ միակ հույսը դու ես։ Իսկ կարող ենք իմանալով ես զբաղեցնելու քո պաշտոնը, հայրիկ։ Իսկապես հայրիկ, վստահ եմ, որ դու արդեն ընտրել ես նրան։ Ում ես հանձնելու քո պաշտոնը։ Այո, ես ձեզ եմ հանձնելու իմ երեխաներին։ Հենց դուք կկազմեք Բորովսկի ոսկերչական խանութի տնօրինությունը, որովհետև ես որոշել եմ, որ դուք կյանքում առաջին անգամ պետք է աշխատեք, բոլորը տանխտիր։ Վերջապես մի նորմալ բան ասացին։ Տոնի, իսկապես քո տեղն այնքան էր զգացվում։ Այո, հայրիկ, այո, ես քեզ շատ էի կարոտել, դու գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ուզում եմ բաժակ բարձրացնել ու խմել սկեսրայրիս կենացը։ Երկար կյանք այս տան թագավորին։ Քեզ երկար կյանք, պապիկ։ Ես ուրախ եմ քեզ համար, իսկապես շատ ուրախ եմ։ Եթե թույլ տաս, ես քեզ մեծ սիրով կբժշկեմ։ Վերջապես այս տանը կարգ ու կանոն հաստատվեց։ Որքան կեղծ են նրանք, հայրիկ Մայամիից վերադառնալուց հետո նրանք նույնիսկ չեն հասցրել հարցնել քեզ ինչպես ես զգում։ Ոչինչ գոյտա, հանգստացիր։ Բայց ես ճիշտ եմ ասում, նրանք կեղծավորներ են, միայն ուզում են փող փոխել հայրիկից։ Գիտեմ աղջիկս, ես շատ լավ գիտեմ, հրաշալի գիտեմ, թե իմ սեղանի շուրջով քեր են նստած։ ¿Quiénes se sientan a mi mesa? Դեսիլիս, եթե Օվիդոնի լավացի է, եթե վանականը Պադիլան է, լավ, եթե Պադիլան է վանականը, ուրեմն Օվիդոն նրա հանցակիցն է, այնպես չէ, ախր նրա դեմքի արտահայտությունը քեզ ոչինչ չի ասում, նրա հանցագործ է, հասկանում ես ինձ, Օվիդոնը հաստատ վճարում է այդ մարդուն։ Ուշակիր գուշակ, անմեղի դիմակով խուլքին է գաղտնիք ունի։ Բա ինչ է նա ուզում ասել, չլինի ուզում է վնասել Ալեքսանդրային։ Դե դու պետք է որ իմանաս թե ինչ գաղտնիք է, որովհետև դու ես այդ խոր կնոջ ամուսինը, ինչ գաղտնիք կարող ուներ Ալեքսանդրան։ Ինչ վերջ է, Ալեքսանդրան ոչ մի գաղտնիք էլ չունի։ Հասկացիր, ես ուզում եմ ասել այդ գաղտնիքը, ես չպետք է իմանամ, այլ դու պետք է իմանաս, չէ որ դու ես նրա ամուսինը, այսօր ասել գիտես թե ինչ է տեղի ունում, aber գիտես նաև թե ով է վանականը։ Եթե Օվիդը մտադիր է վնասել Անաստասիային։ Հրաշալի է, Պադիլա, հիմա հագիր դիմակը։ Հրաշալի է։ Նրանք կհամոզվեն, որ վանականը փորձել է սպանելից։ Դա հետ ես երեսը պարոն։ Այո, հիմա կտեսագրենք, թե վանականն ինչպես է փորձել սպանելից, լավ։ Հասկացար ինչ պետք է անես։ Այո, դուք վատուր եք մտնում, իսկ ես ինչ-որ ծանր բանով հարվածում եմ ձեզ։ Հենց այդպես, հետո ես գետնին եմ ընկնում, իսկ դու զարդերով լի ճամպրուկը ձեռքիդ փախչում ես։
Մտքովդ չանցնի շորը հետ փոխել, ոչ ոք չպետք է տեսնի քեզ։ Քանի դեռ բոլորը պապիկի հետ ճաշասենյակում են, արի օգտվենք այդ հնարավորությունից ու գործի անցնենք։ Բարյա խորշակ։ Սանտիագո։ Արի այստեղ, արի, մոտեցիր, արի, նստիր այստեղ, որդիս։ Դու այս հանդիպման կարևոր մասն ես կազմում։ Ես։ Ինչու պապիկ։ Դե ինչպես քիչ առաջ ասացի, այսուհետ ես չեմ աշխատելու։ Իսկ քանի որ ձեռնարկությունը Բորովսկի ընտանիքի բոլոր անդամների եկամուտ է բերում, ուզում եմ, որ հենց Բորովսկի ընտանիքն էլ շարունակի տնօրինել այն, այլ կերպ չէր կարող լինել, հայրիկ։ Դե բալդուն իրավացի է, հայրիկ։ Այս բիզնեսը ընտանեկան բիզնես է, այն բոլորինս է։ Այո, ինչպես Իտալիայում են ասում, Կոզա Նոստրան։ Բայց քանի որ այս տանը ոչ ոք անգամ իր կոշիկի փուղերն ինքնուրույն չի կարողանում կապել, ապա որոշել եմ, որ իմ պաշտոնը պիտի զբաղեցնի Սանտիագոն, որդիս։ Այսուհետ Բորովսկի ընկերության ղեկավարը դու ես լինելու։ Բայց չի կարող պատահել հետո։ Ստալ բան եմ ասում, Օվիդիոն ինչ-որ բան է ուզում անել մեզ հետ։ Շատ լավ։ Եթե Օվիդիոն խաղալ է ուզում, ուրեմն կխաղանք։ Կանչիր Լազարոյին ու Կուբիլանին։
Կարծում եմ այսօր շատ հարմար օր է, որպեսզի բանականը հայտնվի։ Որովհետև նա սիրում էր ընտանիքը միասին է լինում։ Գնալ, եթե ինչ-որ բան լինի, տեղյակ պահիր ինձ, լավ։ Սար, մենք ճանաչում ենք իրար։ Ես գիտեմ, որ դու այս տան բնակիչ ես։ Հայրիկ, ես ինձ ահավոր եմ զգում։ Հիմա սիրտս կփայթի, ավելի լավ է գնամ։ Ես էլ եմ գնում, ախորժակս փակվեց։ Մի րոպե խնդրում եմ։ Ես միայն մի բան պետք է ասեմ։ Դուք բարկաներով ընդդիմանալու իրավունք ունեք։ Եթե նույնիսկ ուզում եք, կարող եք չաշխատել այնտեղ, բայց հավատացեք, որ Բորովսկի դեռնարկությունը չի փակվի։ Ես երկու տարբերակ ունեմ։ Կամ ձեր օգնությամբ, կամ առանց ձեզ։ Դրսում շատ մարդիկ կան, ովքեր աշխատանքի ու փողի կարիք ունեն։ Այնպես որ ձեր կան։ Ընտրեք, որն եք ուզում։ Այդքան բան տիկնեք եւ պարոնայք։ Որոշեք։ Բրավո։ Այո։ Շնորհակալ եմ։ Բայց մեծ է բոլոր հարուստները նույնն են։ Սանտիագոյի ընտանիքում քիչ է մնում փողի պատճառով սպանեն իրար։ Նրա պապիկը դեռ չի մահացել, բայց նրանք արդեն ունեցվածքի համար կռվում են իրար հետ։ Որովհետև բոլորն էլ փառասեր են։ Դե լավ, ասում են չէ, որտեղ փող կա, այնտեղ էլ նախանց։ Սանտիագոն բոլորովին այլ մարդ է, նա շատ հասարակ է, պարզ։ Չի սիրում շքեղուճող բաներ, նրա միտքը միայն հիմնադրամի վրա է կենտրոնացած։ Շատ խելացի է վարվում, որովհետև եթե հարուստ են, չի նշանակում, որ շատ բան ունեն։ Օրինակ մեր ընտանիքը, մենք ճիշտ բան ունենք, բայց երջանիկ ենք։ Ճիշտ է։ Իհարկե, դու նույնպես կարող ես երջանիկ լինել մեզ հետ։ Իհարկե աղջիկս։ Աղջիկս, ուրիշ էլ ինչ է քեզ հարկավոր, էլ ինչ, մոռացիր այդ մարդուն անուշիկս։ Մայրիկ, լսիր, դա հեշտ չէ, ոչ։ Ես Սանտիագոյին իր փողի պատճառով չեմ սիրում։ Նա հրեշտակ է։ Նա փոխել է կյանքս, ինձ բոլորովին այլ մարդ է դարձրել, հասկանում ես։ Շատ տարօրինակ է, որ նա այդ ընտանիքից է, նա այնքան տարբեր է։ Ոչ, Սանտիագոն այդ մարդկանց հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Նա իրեն ահավոր է զգում նրանց հետ։ Պատկերացնում ես, հայրիկ, այնտեղ բանականի կերպարով ինչ-որ մեկն է հայտնվել, ու մի քանի հոգու արդեն սպանել է։ Ասում են, որ նա այդ ընտանիքի անդամն է, եւ նա այդ ամենը հանուն փողի է անում։ Աստվածին։ Ողորմած Աստված, ասես աշխարհի վերջը լինի, ոչ։ Լավ, հանգստացիր ընկեր։ Ես մեն ուզում իմ բան պարզել։ Ուզում եմ նրան ավեստի։ Եվ որտեղ ես պահում Ալեքսանդրային։ Նա ողջ է։ Ոչ ընկեր։ Ցավում եմ, բայց ես չեմ կարող խնդրել, որ գնաս։ Ես պետք է իմանամ, թե որտեղ ես պահում նրան։ Մտածիր, լավ։ Որն է քեզ համար ավելի լավ։ Քո ազատությունը, թե Ալեքսանդրային ես մոտ պահել է։ Դե, խոսիր ինձ հետ։ Եթե ինձ նա տեղը ասես, թույլ կտամ, որ գնաս։ Ուրիշ վանական էլ կա։ Մենք կօգնենք քեզ, մենք մի ընտանիք ենք։ Թե այդպես չէ, Ակվիլես։ Այո, մենք մի ընտանիք ենք։ Ու քեզ ավելի շատ օգնած կլինենք, եթե ոչինչ չանենք, Սանտիագո։ Դու մեզ լավ ես ճանաչում։ Բացի այդ, դու իմ որդին ես ու ես իհարկե կօգնեմ քեզ։ Սանտիագո, դու գիտես, որ կարող ես ցանկացած հարցում վստահել ինձ։ Ես միշտ պատրաստ եմ օգնել։ Եթե այսօր դու ես զբաղվելու խանութի տնօրինությամբ, ուրեմն ես, Էմիրա Նիկոլասն Յադիրյանն էլ հիմնադրամի գործերով կզբաղվենք։ Ես ու Կլաուդիան նույնպես կարող ենք օգնել քեզ։ Ինձ էլ կարող ես նկատի ունենալ, Սանտիագո, արշավների ժամանակ կարող եմ արտասովորը լինել։ Դե վերջապես բոլորս նույն նպատակով ենք աշխատում։ Ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Բայց ես իմ դրամը չեմ մոռանա։ Ու նաև պապիկի բոլոր հրահանգները կկատարեմ։ Մենք միասին կգործենք ու ամեն ինչ կանենք Բորովսկի ընտանիքի բարեկամության համար։ Բոլորս դեպի առաջ։ Այո, ճիշտ է թողնիկս, եւ մի բան էլ։
Ես ձեզ այսուհետ չեմ պարտադրի ինձ հետ ճաշել կամ ինձ հետ միասին միևնույն հարկի տակ ապրել, ոչ։ Կարող եք հեռանալ այստեղից, եթե իհարկե ուզում եք, կարող եք ուրիշ տեղ ապրել։ Ես հանճար եմ։ Այս տեսայերիզը տեսնելուց հետո բոլորը կմտածեն, որ Պադիլան է վանականը, որ նա մատուռում հարձակվել է ինձ վրա։ Հրաշալի է։ Բոլորը ինձ զոհի տեղ կդնեն։ Ոչ ոք չի կասկածի ինձ, ոչ ոք երբեք չի կասկածի։ Դու դան Լազարոնի մա կգան։ Նրանք ոչինչ կերպ չեն կարեկցի քեզ։ Ճիշտ է, կանջով արա, նրանք քեզ ողջ չեն թողնի։ Այո, ուստի եթե այդ դիմակը հանես ու հագնվես, միգուցե մենք կարողանանք քեզ օգնել։ Իհարկե, բացարձակ կփոխենք դեմքդ, այսինքն միատություն կանենք, դե ինչ կասես, արա, գարա։ Լավ, հանգիստ։ Ասում եք ես։ Հիմա չես կարող փախչել, ըստ իր ընկերս, մենք գիտենք, որ դու իսկական վանականը չես, բայց եթե վիդեոյի կողմնակցություններ ես անում, միակ բանը, որ ուզում ենք, այն է, որ ասես, թե ինչ կա ձեր մեջ։ Ստահեցնում եմ, վիդեոն քեզ ոչինչ չի անի, ասա, վիդեոն է վանականը, ասա ինձ, այդ վիդեոն է։ Զայնդ կտրիր, մենք այստեղ որդու Սանտիագոյի նոր պաշտոնն ենք տոնում։ Ես լուրջ եմ ասում, վանականն այնտեղ է։ Ոչ, հանգստացեք։ Նա իր մոտ մեծ զենք ունի եւ ասում է, որ կսպանի Աուրելիոին։ Այո։ Ինչ, վերցրու երեխային, տար երեխային, այդ վանականն արդեն հոգնեցրել է ինձ։ Հիանալի է, տեսարանը ավելի զվարճելի է դառնում։ Կարծում եմ, պիտի սև ստես թաքնեմ։ Հիմարի մեկն ես Պադիլա, կարշելի, ես պետք է սպանեի քեզ զանիծյալ, կարիք չկա կարեկցել քեզ նման հիմարին։ Հանգստացիր, զենքդ ցածդի, ամեն ինչ լավ կլինի, եթե համոզեմ ես մեզ հետ, քեզ հետ ոչինչ չի լինի, հանգստացիր, իրան ավելի մի արտանացրու։ Գրակիկ ոտքի վրա, չի կարելի ձեռքից բաց թողնել նրան։ Ասա ով ես դու։ Այո, ասա ով ես, ինչ է ուզածդ, մենք ցանկացած բան կտանք, միայն թե ասա որտեղ է քույրս։ Չասիր ինձ, դու չես կարող փախչել, մենք կարող ենք սպանել քեզ, իսկ եթե դիմակդ հանես ու զենքդ ցած դնես, եթե հանձնվես քեզ համար ավելի լավ կլինի։ Կմատնի ինձ, նա ամեն ինչ կասի։ Պետք է հենց մա վերջ տամ այս ներկայացմանը։ Արից այստեղից Սանտիագո ուզում եմ տեսնել ով է այդ տանիքյալ մարդասպանը տար ինձ։ Արեք դու այստեղ կմնա, դու դեռ չես ապակին վել։ Պատկերացնում ես, եթե սկսեն կրակել։ Ոչ։ Ճիշտ է, հորակույրի նեղացի է, ավելի լավ է այստեղ մնաս, փորձիր հանգստանաս։ Առավել ևս նա, երբ գիտենք, որ վանականը ուզում է սպանել ձեզ պարոն Տոնի, ավելի լավ է մնաք։ Նրան անպատճառ պետք է բռնեն, այդ սրիկան պետք է ճաղերի ետևում հայտնվի։ Վերջապես այդ մարդասպանի վերջը կգա։ Հայրիկ ես Գոյիտայի հետ վերև եմ գնում, նա վախենում է։ Այո, բայց զգուշ աղջիկը զգուշ, Կլաուդիային էր դար քեզ հետ։ Արի։ Զգուշ կլինես, հետևիր քեզ, դու ես զգուշ եղիր Գրեգորիա, իսեր Աստծո։ Ես ուզում եմ Աուրելիոն բռնի այդ անիծյալին, այն այդ դեպքում ընտանիքս կխաղաղվի։ Եթե իմ կարծիքը հաշվի առնեք, նրանք պետք է սպանեն նրան։
Քեզ լավ ես զգում։ Այո, իհարկե, ես շատ ուրախ եմ, որովհետև հայրիկը ներել է ինձ։ Ասես ուսերիցս մի ծանր բեռ ընկած լինի։ Այո, նա շատ էր տառապում, շատ, բայց վերջում դու նրա սիրելի դուստրը դարձար։ Այո։ Ես գնում եմ քնելու։ Օրհնությունը տատիկ։ Ստեսություն փոքրիկս, իմ անուշիկ բալիկ, Աստված օրհնի քեզ։ Մայրիկ, ուզում եմ քեզ ասել, որ շատ ուրախ եմ, որ դու նորից մեզ հետ ես։ Ես կուզենայի, որ դու երկար մնայիր այստեղ։ Շնորհակալ եմ անուշիկս։ Ինձ համար այնքան հաճելի է դա լսել։ Դե լավ, ես գնամ քնելու։ Կօրհնես ինձ։ Անպայման իհարկե։ Աստված հոգ կտանի քո մասին։ Աստծո օրհնությունը քեզ վրա կլինի գեղեցկուհիս։ Տեսնում ես։ Տերենի դուռը փակում է, մեկ ուրիշը բացում։ Ճիշտ է, մայրիկ։ Ես հրաժարվեցի Սանտիագոյից ու փոխարենն իմ ընտանիքը ընդունեց ու ներեց ինձ։ Շնորհակալ եմ, մայրիկ։ Անկեղծ ասած, չգիտեմ ինչ պիտի անեի, եթե այս պահին դուք ինձ հետ չլինեիք։ Շնորհակալ եմ։ Լավ, դե լավ։ Լավ։ Ես համաձայն եմ։ Բայց հեռու գնացեք։ Ինձանից հեռու գնացեք։ Թե ինչ որ բան անեք։ Ես ես ոչինչ չեմ պատմի։ Շատ լավ պատիլա։ Մենք կանենք այնպես, ինչպես դու ես ուզում։ Բայց նախ զենքը ցած դիր։ Ոչ։ Ոչ նախ պետք է իրեն զենքը ցած դնեն։ Պատիլա, նրանք ոստիկաններ են։ Դու շատ լավ գիտես, որ չես կարող այդպիսի բան անել։ Բայց դու պետք է զենքը ցած դնես, լսեցի՞ր։ Եթե ասես մեզ թե ով է այս ամենի հետևում կանգնած, ոստանում եմ, որ քեզ հանգիստ կթողնենք։ Ոչ։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիք է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան